Այսօր խոսելու ենք նրա մասին, թե ինչպես ստուգել իմանալ ձեր վարկային պատմությունը, եթե չունեք, ինչպես սկսել այն կառուցել եւ ինչպես բարելավել, եթե արդեն իսկ ունեք։ Անդրադառնանք վարկային պատմությանը։ Այսպես վարկային պատմության համար Հայաստանում գոյություն ունի Աքրա վարկային բյուրո։ Վարկային բյուրո ասածը ընդհանուր անվանում է, դա նշանակում է մի կազմակերպություն, որտեղ հավաքագրվում են մեր ստացված, վճարած վարկային պատմությունները։ Վարկային բյուրոյի անդամներ են հանդիսանում Կենտրոնական բանկը եւ առևտրային բանկերը եւ հնարավոր է նաեւ այլ կազմակերպություններ։ Գնալով աքրա.am կայք, աջ վերևի անկյունում կարող եք տեսնել գրանցման կոճակը։ Այդ գրանցման կոճակի միջոցով ամբողջությամբ on-line հնարավոր է գրանցվել կայքում, այսինքն դա փորձեցի անել, որոշ դժվարություններ եղան նույնականացման հետ կապված, նույնականացման քարտով գրանցվելու դեպքում դրեք լուսավոր տեղ եւ փորձեք սկանավորել ձեր հեռախոսով, քանի որ համակարգչը մի քիչ ավելի դժվար է դա ստացվում։ Նույնականացման քարտը անհրաժեշտ է շուրջ տալ, որպեսզի երկու կողմը սկանավորվի եւ դրանից հետո պետք է դեմքը տեսախցիկի առաջ սկանավորել կամ նկարվել, որից հետո կստանաք հաղորդագրություն էլեկտրոնային փոստով եւ կկարողանաք օգտվել ձեր անձնական էջից։ Անձնական էջում ըստ էության կա երկու տիպի զեկույց, մեկը այսպես ասած սպառողական զեկույցն է, որը ունի 5 տեսակներ՝ հակիրճ, նկարագրողական, մինչև ամբողջական զեկույց։ Ամբողջական զեկույց ամբողջությամբ անվճար տարեկան մի անգամ կարող է ստանալ ցանկացած կայքում գրանցված անձ։ Ամբողջական զեկույցում կարող են գտնել վերջին 5 տարվա ընթացքում ստացած մեր բոլոր վարկերը ըստ բանկերի, մեր մարումներով բավականին մանրամասն եւ բավականին փոքր գրված զեկույց է։ Ինչն է լավ, իր մեջ կան գույնային լուծումներ։ Եթե զեկույցում հիմնականում տեսնում եք կանաչ դաշտեր, նշանակում է դուք չունեք ուշացումներ։ Այն դեպքում, երբ որ կպատահեն դեղին, նարնջագույն կամ կարմիր լուծումներ, անպայման պետք է ուշադրություն դարձնել։